Ողջույն բարեկամներ, մինչ մենք զբաղված ենք մեր ներքին քաղաքականությամբ, Թուրքիան ստանում է միջազգային ասպարեզում երկրորդ գոտկատեղից ցածր հալվածը։ Մենք դա մասին մի քիչ հետո կխոսենք, իսկ հիմա ուզում հաղորդումը սկսել այս եռնալի ձևակերպում, ասում եմ, ով էլ որ դառնա գար, անպայման կգտնվի նաև գայլ։ Ես որ նայում եմ այսօրվա մեր կառավարություն կոչվածի պահվածքը եւ նաեւ իր հետևողների պահվածքը, ասում դեսանք չեն հասկանում, ինչքան դու քեզ գարի նման պահես, այդքան գայլերը շատանալու են։ Ոչ թե քո նման գառներն են շատանալու, այլ չէ, գայլերն են շատանալու, որտեղ դա է բնության օրենքը։ Մանավանդ, երբ որ դու ապրում ես գորշ գայլերով շրջապատված, իրենք էլ քեզ ամեն օր դրա մասին հիշեցնում են։ Բայց սմարխևին խրատ նշկանի, կամ հակառակը սևին սապոն նշկանի, որ խևին խրատ ինտալի իչան։ Մենք տեսենք սա։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն այդ հարցը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ։ Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն այդ Իրանն այդ նշանակում է ջերմուկի տարածքների մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Իսկ ով ասել, ով ինչ տիրապետում է Իրանին։ Մենք այդ ինչի են տիրապետում, ոսես մեզ սպառում է։ Որ վերջ, մենք անում ենք, երկիրը 4 տարի գրաված է, գրաված տարածքները։ Հիմա ինքը ժողովրդի սպառում է։ Ուրեմն մենք այդ օրակարգից պետք է հանենք։ Նիկոլ Փաշինյանն ընտրողներ, դուք հասկանում եք ում եք ձեն տվել։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որը դրված է սեղանին։ Իսկ այդ ո՞ր քարտեզներն է դրված սեղանին։ Կամ քեզ այդ ով ինչ իրավունքներ է տվել, ինքնական որոշել ինչ քարտեզով ես դու ուզում կազմալուծել Հայաստանը։ Քո տարածքը, քո չէ, մեր երկրի տարածքը օկուպացված է ու դու 3 տարի է դրա մասին չես խոսում, ոչ մի բողոք, ոչ մի պահանջ, գիտեք ինչի։ Որ այսօր դա փոխանակի անկլավների հետ։ Կամ ասել իրանց անկլավների մեզ։ Հասկացաք ինչի համար էր այսքան ժամանակ պահե։ Հայաստանի տարածքները տվել են թուրքերին, ոչինչ չեն անում ազատագրելու համար, որ ասեն, եթե մենք այնի պետքա ուզենք, ուրեմն էս էլ պետքա տանք։ Մինչդեռ ասեմ ինչա մեզ սպասում։ Սա տալու է, նաև նրանք չեն տալու։ Ինչպես միջև հիմա ամեն ինչ եղել է։ Եվ որով մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում։ 2024-ին Տավուշյան 4 գյուղերի վերադարձից հետո, սակայն սահմանագծումը կանգ է առել։ 2 տարում կողմերը միայն պայմանավորվել են գործընթացը շարունակել հյուսիսից հարավ, այսինքն սկսելով Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանի Տավուշյան հատվածից, ավարտելով Սյունիքում։ Թե երբ հերթը կհասնի խնդրահարույց կետերին, Ադրբեջանի գրաված հայկական հողերին, ինչպես նաև անկլավներին, առայժմ չի հաղորդվել։ Կողմերը նաև չեն հստակեցնում, թե անկլավների դեպքում ինչ լուծում են պատկերացնում։ Երբ որ կլինի տարբերակներ, այդ տարբերակներով մենք ժողովրդի առաջ հանդես կգանք։ Ես ընդհանրապես ասում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ հարցը կա, իրավիճակը հայելային է։ Ինչ լուծում Արտվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն։ Ես ասում եմ իրավիճակը հայելային է, երբեք հայելային ոչ իմանք եղել Հայաստանում։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ ամեն ինչ եղել է միակողմանի։ Ստորանալը եղել է միակողմանի, զիջելը եղել է միակողմանի, հանձնվելը եղել է միակողմանի, կապիտուլյացիան եղել է միակողմանի, ժողովրդից խաբելը եղել է միակողմանի։ Ալիև ավելի անկեղծ ամերիկեր է, քան Ստալինը։ Նիկոլ Փաշինյանը ընտրողները հասկանում եք ինչ է ընտրել, ում է ընտրել։ Ես ամեն օր ուզում եմ վերանայել իմ մոտեցումը, արդյոք ես չեմ չափազանցել, երբ որ ասեցի դուք անժամկետ թշնամի եք ինձ եւ իմ պետականության։ Եվ ձեզ ներմունք, համաներման բան չկա։ Ես ամեն օր ուզում եմ վերանայել դա եւ ամեն օր վերանայելուց հասկանում եմ, որ այդ որոշումը էմոցիոնալ չի է։ Այդ որոշումը հիմա ունի կայք գիտեք ինչի։ Որովհետեւ ձեզանից ոչ մեկ չի փոխանցել։
Ձեզանից ոչ մեկ գլուխը հիմա պատին չի տալի Կիևյան մոսկից իրեն չի գցում։ Այս ամեն ինչի համար։ Մյուսների Դա դեպքում։ պետք է։ Որովհետև եթե մենք ասենք, գիտեք, ինչ չէ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ հա ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մեր բանի տակ է, մեր կոնտրոլի տակ է։ Գիտեցիք իրավունք է տալիս Ադրբեջանին։ Ինքը Ադրբեջանին իրավունք է տալիս խոսել բնից ոնց որ ինքը ներկայացնում։ Դուք ասում եք ընտրել։ Ում շահերի պաշտպանն եք ընկել, Նիկոլ ընտրողներ, Նիկոլի ծնունդներ, դուք ասում եք ձայն տվել։ Անկլավների մասին վարչապետը դեռ 5 տարի առաջ 2021-ին էր ասել, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է, սակայն Փաշինյանը կասկածի տակ էր դնում, որ դրա իրավական հիմքերը կան։ Հետագայում այսօր էլ վարչապետը խոսել է տարածքների փոխանակության կամ ամեն ինչ նույն ձևով թողնելու սցենարների մասին։ Այսօր նաև Ադրբեջանի արտգործնախարարն է անդրադարձել անկլավներին։ Դելիմիտացիա process-ը siz qeyd etdiyiniz bu Դելիմիտացիայի հարցով հանձնաժողովները աշխատում են, արդեն ունեցել ենք դրական արդյունքներ։ Իհարկե, այս գործընթացի շրջանակում կքննարկվեն եւ կլուծվեն նաեւ էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը։ hər iki ölkə səviyyəsində Երեքը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական եւ հայկական անկլավները ըստ տարբեր հաշվարկների գրեթե նույն տարածքի են։ Արցվաշենը մոտավորապես 38-ից 40 քառակուսի կիլոմետր է, իսկ ադրբեջանական 3 անկլավները միասին շուրջ 44 քառակուսի կիլոմետր։ Հայաստանի ու Ադրբեջանի մոտ 1000 կիլոմետրանոց սահմանի 12 կիլոմետրն է սահմանազատվել։ Ի տարբերություն անկլավների Գիտեք ինչի։ Որովհետև չեն գալի հասնեն այդտեղ, որտեղ որ գան հասնեն այդտեղ, պետքա որոշում կայացվի։ Իսկ եթե դա Հայաստանի տարածքն է, պետք է Ադրբեջանը դուրս գա, Ադրբեջանը դուրս չի գալիս։ Դրա համար դա կանգնած է։ Հայաստանի սահմանները ոչ մի պարագայում Ադրբեջանը չի ընդունելու։ Ուզում է Երևանի կեսնել տա, կասկադնել տա։ Ոչ մի սահման չի ընդունելու, որտեղ ինքն պետք է ամբողջ Հայաստանն է պետք։ Ույք է գնում է դրան, քայլ առ քայլ։ Ու առ այսօր ոչ մի դիմադրություն չկա դրա։ Այս ամբողջ ճանապարհի ընթացքում գիտեք ինչի։ Որովհետև Նիկոլի նման ոչ մի 30% հայ կա։ Նիկոլ ընտրող հասկանալով կամ առանց հասկանալու, լսեք, հանցագործը։ Մանավանդ այսքան ասելուց հետո, այսքանը տեսնելուց հետո գնա Փաշինյան Նիկոլին։ Դերում չկա։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմանի հարցում Ջեյհուն Բայրամովն այսօր հստակ էր։ Բաքուն չի ստորագրի փաստաթուղթը, մինչև Հայաստանը չփոխի սահմանադրությունը։ həm Azərbaycan, həm Ermənistan tərəfində Վերջ։ Հետո Սահմանադրությունից դու յանք ասել են, պետք է ադրբեջանցիներն էլ գան, ապրեն, ադապտացվեն։ Մենք վստահ լինենք, որ իրանք պրոբլեմ չունեն, հետո մենք կմտածենք խաղաղության մասին։ Դա արդեն հայտարարվել է։ Ոչ մի Նիկոլացին հանկարծ դերևս դե չթռնի, ասի, տենց բան չկա, էլի հոդինում եք, էլի խափում եք։ Դուք ընդհանրապես ապրելու եւ խոսելու իրավունք չունեք։ Սա ես ոչ թե իմ ճաշակի կամ իմ կամոք եմ ասում։ Չէ, սա ձեր գործողությունների հետևանքն է։ Դուք ձեզ զրկել եք խոսելու, ապրելու ընդհանրապես ձայն ունենալու իրավունքից։ Եթե դուք գետ, կաթիլ, ուղեղ եւ արժանապատվություն ունեք, դուք ինքներդ հասկանայիք։ Եթե միջև չեք հասկացել, նշանակում է ոչ են ունեք, ոչ չեն ունեք։ Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է հետևողական եւ սկզբունքային։ Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի գլխավոր ակնկալիքն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Ոչ միայն, դա նաեւ պահանջատիրություն կա Թուրքիայից։ Դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ լրացուցիչ խոչընդոտ չի մնա, եւ փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն հաջորդ օրը։ Բաքուն մասնավորապես պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Երևանը դեմ չէ, քաղաքացիական պայմանագիրն անգամ նախընտրական խոստում է տվել սահմանադրական փոփոխությունների։ Ընտրությունների արդյունքներով, սակայն պարզ դարձավ, որ իշխանությունը խորհրդարանում չունի բավարար մանդատ դա նախաձեռնելու համար։ Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, սահմանադրության
Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Չէ, լսեցիք Նիկոլին ձայն տվածներ։ Հասկացաք դուք ինչի օգտին եք քվեարկել։ Բայց նման եմ ասում, անժամկետ, առանց համաներման իրավունքի դուք թշնամի եք։ Թշնամի։ Այլ բան, որ խորհրդանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց անհայտ մեխանիզմով կիրականացնենք, մենք դեմ ձևը կգտնենք, մենք այդ հարցը պետք է լուծենք։ Ասելիքը դա է։ բայց այդ օրակարգ կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Թե ինչպես է հնարավոր առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության հանրաքվեի հասնել, կառավարող ուժը չի մանրամասնում։ Մի շարք սահմանադրագետներ պնդել են, որ իրավական այլ ճանապարհ չկա։ Վարչապետը Քարոզ Արշավին հայտարարում էր, որ եթե իր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ կսկսվի։ Սպասում ենք պատերազմին։ Տեսնեք ինչ այս մասին ասում Կատեվիկ Այրապետյանը։ Մի օր ոսու չի ասում Ադրբեջանի օգտին, հասաբանություն չի անում, որը չի։ Իսկ իրականում աբսուրդ է, երբ երկրի ղեկավարը այդպիսին է։ Ինչ է ասում։ Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված է Արցախաշեն առանձին նշված է ուրիշ գույնով, սատականքն է ասում։ Որպես Ադրբեջանին չպատկանող տարածք, սա ճիվարն է ասում։ Բայց իրականությունը այլ ձև է, որովհետև դա սենց է, նշված է 20 թվականին տպագրված Ադրբեջանի թղթադրամի մանաթի բոլոր օրինակների վրա, Արցախաշենը ներկայացված է ոչ թե անկլավ Հայաստանի թվով, այլ Ադրբեջանի տարածքի մի մաս։ Որտեղ ոնց ուզում իր նախիրին խապում է։ Գիտեք ինչի։ Նախին ուզում է խափնվի։ Ասեն իրանց հետաքրքիրել չի։ Տես են ժամանակ ասում են դեղ Արցախաշեն կա, ընդհանրապես իրավական հիմք չկա, անկլավ ուզելու, չէ, էքսկլավ ուզելու։ Հիմա էլ ասում է այս էքսկլավները ջերմուկի տարածքից պիտի կամ փոխանակենք, այսինքն պետք է տան, որ իրական դերից դուրս գան, ոչ չտան ոնց են դուրս գալու։ Ինչի պիտի դուրս գան իրենք։ Արցախաշեն հակած է թեման։ Դուք հասկանում եք ու մեկ ձայն տվեք տականք։ Ինչ տականքի եք ձայն տվել։ Հիմա ես այս բանի մեջ մի հատ հատ բան եմ ուզում ասեմ, էլի, ինքը չի հասկանում ինչի է խաղում։ Այսօր ես լսել եմ ամբողջ հարցազրույցը եւ Փաշինյանի այդ խոսքերն եմ լսել։ Ես ուղղակի լսեցի անցա չկարողացա գտնել, բայց ինչ որ ասում է ճիշտ է ասում։ Հիշում եք երևի 2 օր առաջ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականն ասեց, լսեք դուք կրակետ եք խաղում։ Որ երկիրը սկսեց հակա իրանական գործողություններ, այսինքն պրո-ամերիկյան գործողություններ իրենց տարածքում, մենք ռմբակոծել ենք ու ռմբակոծելու ենք։ Որտեվ դա մեր համար կարմիր գիծ է։ Ինչին այս ճիվաղը հիշում եք, երեք արդեն երեկվային հաղորդման մեջ տեսանք, որ ամերիկյան մասնագետներ, հայ մասնագետները տարածքն են ուսումնասիրում, ռիպիտ։ Այսօր հարց են տալի, դու ինչ ես անում, այդ տղա։ Ընդերից ասում են, որ դա մեր համար կարմիր գիծ է, մտահոգություն է, ինչ է պատասխանում։ Մտահոգությունը ո՞րն է։ Սա Իրանի ներսում։ Հա։ Պետք է հստակ ձևակերպի, թե մտահոգությունը ինչի մասին է։ Այսինքն ուզում ասի, Իրանը միջև հիմա հստակ չի ձևակերպել Իրանի մտահոգությունը ինչի մասին է։ Հասկանում եք ինչ է նշանակում։ Սա նշանակում է այսքան գնալ գալ, հիմա էլ ընդեղ բանը չէ մշակում Իրանում, Իրան էլ ասեցին գիտես թե Իրան ոսկորագրես։ Համագործակցության, համապարփակ համագործակցության բան մշակում, որտեղ Իրանը առաջարկում է ամեն ինչ Հայաստանին պետք է։ Սա նավթ ու գազից միջև տնտեսական բոլոր տեսակի օգնությունները։
ընդ որում նաև ռազմական համագործակցություն։ Ու այս ճիվաղը ասենց ինչից է կեն, այսինքն նշանակում է ընդեղել է խափ է, եւ դա է պատճառը, եւ որ ասում է հյուսիս-հարավ ճանապարհը, որ միջև այսօր չկա, այն որ հայտարարեցին, որ թունել են բացել, նկարեցին, տեսանք այդ թունելի ոչ պատերն է սարքած, ոչ հատակ բանը, ասֆալտ է քսած, ոչ մի բան չկա, ու այդ թունելը սարքվում է, այդ ճանապարհը սարքվում դեռ 2010 թվականից, ինիվերջ 10-ի սկիզբ, ու առ այսօր զորով իրանական գումարներով, իրանական աշխատուժով, ինչ որ մի բան է արվում, ու սենց ամեն ինչ դիմադրությունով։ Հիմա ասում եմ այդ ինչից է, այդ ինչից է ներված։ Մեծ հստակ ձևակերպեք տեսնենք ինչ է ուզում։ Սա երբի չի հասկանում ինչի հետ է խաղանում։ Հետն էլ ասելով, եթե շատ խոսակ, մոտարապես սենց անամյոք է, էլի, Հայաստանի տարածքով դեպի Սևծով, ձեր ճանապարհը չի գործի, եթե ուզում եք էդի գործի, նշանակում է պետք է հարմարվեք ես խնդրում եմ ոնց հնարավոր է այս խոսքերս փոխանցել Իրանի դեսպանատունին, Իրանի ներկայացուցիչներին, պաշտոնական, որտեղ ես վստահ չեմ, որ Հայաստանում կլինի ընդդիմություն, կուսակցություն, ինչ-որ շարժում, ուժ, որ սա կասի, որովհետև ես ամեն օր եմ սա մասին ասում, որ գնացեք, դուրս ծեծեք, ասեք եղբայր, էսի ով է, էսի մեր երկի հետ կապ չունի, այս երկի տերը մենք ենք։ Հիմա ես եմ ասում, հարգարժան իրանցիներ, այս երևույթը ձայնագող է, գողացել է իշխանությունը Հայաստան, սա լեգիտիմ չի։ Սրա գործողությունները ես անձամբ, ես իմ անունից եմ ասում, ես անձամբ, եւ նրանք ովքեր իմ հետ համաձայն են, մենք գնահատում ենք սրա գործողություններն ու հայտարարությունները թշնամական գործողություններ եւ հայտարարություններ Իրանի նկատմամբ, որը մեզ համար բարեկամ երկիր է եւ բարեկամ ժողովուրդ։ Հիմա աշխարհի որ ծերում, որ Եվրոպա մեծ կամ որ արևմտա մեծ, չգիտեմ Ամերիկա մեծ, որ մեկը իր մարմնի որ մասը կլայնացնի, կպատրի, բացարձակապես ինձ հետաքրքիր չի։ Դուք ժամկետ անց եք արդեն։ Դուք ապացուցել եք, որ դուք քաղաքականությունից զրո եք։ Զրո։ Տեքստը նույնիսկ 3 հատամանում, այս են զրո։ Հա։ Եվ ինչ կկատարվի ձեր հետ քաղաքական իմաստով զրո նշանակություն ունի։ Եվ այսպես, Իրանը, որպես ժողովուրդ եւ որպես երկիր, դա մեր համար բարեկամ եւ հարևան երկիր է, որի հետ հարաբերությունների փչացումը դա թշնամական գործողություն է առաջին հերթին Հայաստանի ժողովրդի համար։ Էլ չեմ ասում եւ նաեւ Իրանի ժողովրդի համար։ Էլ չեմ ասում, որ այդ թրիփը ամենամեծ վնասն է հենց Հայաստանին, ինչպես նաեւ Իրանին։ Ես խնդրում եմ ամենայն պատասխանատվությամբ, հիմա այս մասը կկտրեմ, սիրուն կդնեմ նաև առանձին վիդեոյի մեջ։ Լարեք, ցույց տվեք, ասեք, Հայաստանի ժողովուրդը, եղբայր, գնահատում է սրա գործողություններն ու հայտարարությունները թշնամական Իրանի ժողովրդի եւ պետության նկատմամբ, որի հետ մենք համաձայն չենք։ Սա վաղ թե ուշ գնալու է դժոխք։ Ես չգիտեմ ոնց, չգիտեմ իդ, բայց դա մեծ սրբազան պարտականությունն է, որ մենք պետք է իրականացնենք։ Եվ դրանից հետո Իրանը Հայաստանի համար լինելու է առաջնային ռազմավարական գործընկեր, ինչպես նաև Վրաստանը։ Իրան, Վրաստան, Հայաստան, այս գիծը պետք է աշխատի ժամացույցի նման, ինչպես 3 եղբայրական ժողովուրդների մեջ։ Եթե նույնիսկ այնտեղ խնդիր ա եղել, խնդիր կա, բոլորը լուծվող է։ Միջև հիմա չի լուծվել այդ խնդիրները, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նույնիսկ սեփական օրակարգ չունի եւ չի ունեցել։ Ժամանակին սպասարկում էր ռուսական, հետո ռուս-թուրքական, հիմա էլ բացառապես թուրքական օրակարգ։ Հայաստանի արտաքին գործերը եւ ընդհանրապես Հայաստանի պետականությունը դա եւ Լեբանի ժամանակ, Ռոբերտի ժամանակ, Սերժի ժամանակ, Լևոնի ժամանակ, այդ չեմ ասում, Չիվարի ժամանակ, չի ունեցել անձնական, սեփական, հայկական, ազգային օրակարգ։ Դրա համար էլ այս հարցը լուծված չի։ Մենք այս հարցը պետք է լուծենք։ Այնպես որ, հարգելի իրանցիներ, այս հայտարարություններն ու գործողությունները խնդրում եմ գնահատել որպես զուտ ԿՊ-ի այսօրվա իշխող իշխանությունը զավթած բանդայի
մասնավոր հայտարարություն, որը թելադրված է Անկարայից եւ Բաքվից։ Հայաստանի Հանրապետության ոչ ժողովրդի, ոչ շահերի հետ սա կապ չունի։ Խնդրում եմ ընդունել սա ի գիտություն։ Հիմա անցնենք տեսնենք ինչ սև ամպերակոտակում Թուրքիայի գլխին։ Երևի դուք հիշում եք, ընդամենը 2 շաբաթ առաջ էր կամ 1 շաբաթ առաջ։ Մի խոսքով։ 1 կամ 2 շաբաթ առաջ էր, սենց լրիվ հարց տեղը, լրիվ ոչ մի բան չէր կանխատեսում, Իսրայելը որոշեց ճանաչի Ղարաբաղը։ Որոշեց ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Մնացինք ապշած բոլորս։ Ինչի ոնց, ասին դա հələ պատճառները հայտնի չի, բայց լավ է որ այդ process-ը գնաց։ Կառավարությունը ճանաչեց, փոխանցեց պարլամենտին։ Կնեսետը այս շաբաթ երևի արդեն չի հասցնի, կգնա արձակուրդ, հետո կգա կընդունի թե չի ընդունի, դա հայտնի չի, բայց կառավարության մակարդակի վրա դա արդեն ընդունվել է։ Մտածում եք սանով կավարտվի։ Պարզվեց ոչ։ Այսօր Եվրոպարլամենտն է ընդունել օրենք եւ հայտարարություն։ Զեկույց, որտեղ ասվում է, որ թուրքական զորքերը օկուպացիոն զորքեր են, այդ օկուպանտի կարգավիճակում են գտնվում Կիպրոսում, անկոչել է օկուպանտ, ոչ ավել, ոչ պակաս։ Ես ձեզ պետք է ասեմ, որ ոչ մի բանաձևում հայկական ուժերը Արցախի տարածքում երբեք օկուպանտ չեն բնութագրվել։ Եվ նաև ասում է, որ 74 թվականին թուրքական զինվորական ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ տեղի կանանց եւ աղջիկների նկատմամբ։ Սա երկրորդ, սա արդեն բան չի, կնեսետ չի, ցեղասպանություն չի, հա? Սա արդեն ավելի ռեալ, ավելի ազդեցիկ հայտարարությունը, որը նշանակում է լսի, այնի 100 տարի առաջ էր, 50 տարի առաջ, հիմա զորքերն էլ ընդեղ է, օկուպացիա է, որը նշանակում է, պետք է դուրս գա։ Ինձ մի բան ասում է, ներքին ձայնս ասում է, որ այս հայտարարությունն է պատահական չի։ Պատկերացեք, ընդամենը 1 շաբաթ, քանի օր առաջ էր Թուրքիայում էին, չէ՞, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ՆԱՏՕ-ի համաժողով էր Թուրքիայում։ Ես վստահ եմ ընդեր ջեն ողջագուրվել են, խոսացել են, ոչ մի բան չէր հուշում, որ այսօր Եվրոպարլամենտը մի հատ է պապանակարգ պետք է դնի թուրքական պետության վրա։ Ոչ մի բան դրա մասին չէր հուշում։ Եկավ, անցավ ու Եվրոպարլամենտը համ ռազմական հանցագործություններ, համ էլ օկուպանտի կարգավիճակ։ Ինչ որ մի բան ներքին ձայնս ինձ ասում է, որ ստեղել է Իսրայելի ականջները հետևում։ Ուստում են պատի։ Ու եթե այտենց է ինչ որ ես կասկածում եմ։ 99.9% հենց այտենց էլ կա։ Նշանակում է, այս պետք է դիտարկել այս ամբողջը որպես միցիկալ ցեղասպանության մասին հիշեցում, ստեղ արդեն ռեալ ցեղասպանության մեղադրանք, ռազմական հանցագործությունը եւ օկուպանտի պիտակավորում։ Եվ վստահ եղեք, սա արվում է արդեն եվրոպացիների ձեռքով։ Եթե այնտեղ Էրդողանը կդար գորար Նետանյահուի վրա ասել դու էլ բանին պաղեստինցիներն ես, ասենք կոտորում դու ես ցեղասպանը, ինքը չէ կարող ասել ես ցեղասպան չեմ, բայց ստեղ ինքը չի կարող եվրոպացիներին ասել դուք եք ցեղասպանը, հա, դուք եք օկուպանտը, ինքը ոչ մի բան չունի ասել։ Ինչ անելու Էրդողանը։ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ սա նշանակում է նաև, որ F-35-ների թեման հակվում է, որովհետև Թրամփը չի կարող օկուպանտ ճանաչված երկրին F-35 վաճառի։ Սենց մի հատ մեծ շղթայի մեջ է պետք սա նայել։ Մի հատ հայտարարությունով փակվեց F-35-ների եւ շարժիչների, 5-րդ շարժիչների թուրքական օտանավների համար գործարքը։ Ստեղ Թրամփը պետքա հետևի ոտերի վրա սենց կանգնի հանձնված։ Եվ սա քաղաքական դատավճիռ է թուրքական պետության համար։ Հիմա թե աշունա նոյեմբերին որ կգա նոր կնեսետը ճանաչի ցեղասպանություն, ինչ ճանաչի, դա էական նշանակություն չունի, բայց որ Իսրայել պետությունը բոլոր տեսակի սլաքները ուղղել է դեպի Թուրքիայի նկատմամբ, դա արդեն պարզ է։ Իսկ ինչ կարող է սա անի ինքը վաղը, հա։ Ինքը
չի երևում ոչ միտեղ, բայց մեդիան իրանն է, քաղաքական գործիչները իրանն են, եւ սա տարածելը, հա, իր ցանցերով, իր համար մեկից մեկը։ Իր համար դժվար կլիներ անել, որտեղ ինքը հանցագործ պետություն է։ Բայց Եվրոպարլամենտի անունից, եվրոչինովնիկների անունից, եվրոպական մեդիաներով, որոնք բոլորը սիոնիստական փողերով են աշխատում, եթե ոչ բոլորը, մեծ մասը մեծերից, հա, մեծերը հիմնականում են սիոնիստական փողերով են աշխատում։ Այս թեման պատտասներով են եկա միջև Թուրքիայի ինֆարկտը խփի։ Հիմա սպասում եմ Եվրոպարլամենտի այս զեկույցի մասին Ադրբեջանի արձագանքը նայել, որովհետև ցեղասպանության մասին հայտարարությունը ավելի շատ արձագանքեր ու ներվել էր Ադրբեջանը, քան Թուրքիան։ Հիմա այս հետաքրքիր է Ալիևը ինչա ստեղ արձանագրելու, ինչա արձագանքելու։ Եվ ես ես մտածում եմ, եթե սա իրոք ինքը sense որոշել է արագ գնա առաջ, հա, որը չեմ հասկանում ոնց է, ինչի է անում, որովհետև Իսրայելը գնում ադրբեջանական նավթ, որը ասում է Թուրքիայի տարածքով դեպի Իրան։ Այս ամբողջ պատերազմի ժամանակում ասում է պատերազմ, բայց բիզնեսը բիզնես։ Ոնց է անում, ինչի է անում, ես չգիտեմ, բայց եթե իրոք ինքը որոշել է գնալ միջև վերջ, ուրեմն այս երկու պետություններին ծնկի բերելու համար հայկական հարցը եւ Կիպրոսի օկուպացիա, դրանք են բաներն են, ոնց ասեմ, են գործիքներն են, որոնց դեմ ոչ մի այլ գործիք գոյություն չունի։ Այս պետությունները քանդելը մեկից մեկը։ Հիմա նորից հուշում եմ հրեաներին, որ եթե իրոք որոշել է Թուրքիա մասնակցել, իրան պատժել, դե Սևերի պայմանագիր կա, Ոդրովիցի միլիարդավոր վճիռ կա, ռազմական հանցագործություններ կան, Ալիևի կողմից կանգնել, որովհետև այս Ալիևը էլի ձերը բարձրացնելու է, անպայման։ Տեսնենք սա ինչ ընթացքում է։ Իսկ Թուրքիա սպառնում է, ասում եք գիտես ինչ, մենք ռազմական գործողություններ կարող ենք սկսել հանգիստ ձեր նկատմամբ, այնպես, ինչպես դա իրականացրեցինք Արցախում։ Մենք ընդհանրապես պրոբլեմ չունենք։ Արցախում արեցինք, չէ՞։ Մենք կարող ենք նաև ձեր տարածքում դա անել։ Կենացները գնալով կարծրանում են, մենք էլ նստած ծառի տակ Նիկոլ ունենք մեր գլխի նստած նշանակած մի կրակ ու պատիժ անեցք, որ չգիտենք դրա ինչ անենք, ավելի շուտ չգիտենք, ես նույնիսկ կասկածում եմ, մենք ուզում ենք դրա ինչ-որ բան անենք, թե չենք ուզում, մեծ հաշվով էլի։ Հիմա ասենք սա ինչ օրակարգում է։ Եվ ընդ որում այդտեղ ուզում եմ այդ նրբությունը նկատի ունենալ, որովհետև այդ թվում խորհրդային միության հանրագիտարաններում, տարբեր հանրագիտարաններում Ադրբեջանի տարածքի չափը փոխվում է։ Ինչ է դա կապված դա։ Կասպից ծովի մակարդակի հետ է կապված, որովհետև հիմա էլ Կասպից ծովը բարձրանում իջնում է եւ բարձրանալ իջնելու հետ կապված Ադրբեջանի տարածքը փոխվում է։ Ես կարող է Ադրբեջանի գեոդեզիայի աշխատողներից է։ Ժողովուրդ տեստականքին հարցեք, էլի, լսի, կարող Ադրբեջանի տարածքի բանն ես, քարտեզագիժն ես։ Ադրբեջանի շահերի, քարտեզների, տարածքների, շահերի պաշտպանողն է Հայաստանում։ Նիկոլ ընտրողներ, դուք հասկանում եք ինչի եմ ես ձեր հետ sense վերաբերվում։ Դուք հասկանում եք դուք ում եք ձայն տվել։ Սա չեք կարող ասել, որ ինքը չի ասում, եթե ես եմ հորինում։ Սա էլ լսեք նա։ Մի ով ոնց ուզում է գնահատի ասեմ Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Ինչ եմ ասում, որովհետև ժողովուրդն էլ ինձ է ասել, մի հատ էլ մանդատ էլ տվել է։ Բա։ Դուք գիտեք, որ դες մանդատ եք տվել։ Դուք գիտեք, որ դուք հանցագործ եք։ Իսկ դուք մանդատ եք տվել, որ Ռոբերտ Քոչարյանը նստի։ Ինչ արել որ։ Չասեք մարտի 1 արել, ոչ թե մարտի 1 արել։ Ոչ հանցագործ է, բա 8 տարի ինչի նստած։ Չեք կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է։ Դուք դրա իրավունքը չունեք։ Ձեր աստվածը 8 տարի ոչ մի բան չի արել, հակառակը, ես մի հատ գործ արկեցի, մտավ դատարան, հաղթող դուրս եկավ։ Հաղթող։ Դատարանով արդարացվել է, ինքը հանցագործ չի։
Մենք net կողմնորոշվենք։ Դες զայնի, դրել է։ Դուք ասել ես, դու ինչ ուզում ես արա, այլ Հայաստանում էլի բանը, օրենք, բան, ոչ մի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզեց, ինքը իրավունք ունի անելու, հա։ Դու ասում եմ, դուք Նիկոլ Փաշինյանն եք բոլորը, որտեղ եթե մեկի համար օրենք բան դա օրվա կուրսով, հա, իմ համար Նիկոլ Փաշինյանն է ինչ տարբերություն։ Իսկ եթե Ռոբերտ Քոչյանին դուք ասեք հանցագործ, ես այդ կասեմ դուք էլ հանցագործության աջակիցներ եք։ Ոչ մեկ Հայաստանում չի կարող պնդի, որ բանը իշխանությունների մեջ։ Այդ ես կարող եմ ասել։ Բայց իշխանությունը սատարող, իշխանությունը ձեն տված ոչ մեկ իրավունք չունի ասի Ռոբերտը, Սերժիկը կամ չգիտեմ Ծառուկյան Գագոն կամ Մերկը հանցագործա։ Չէ, դուք դրա իրավունքը չունեք, որտեղ եթե իրանք հանցագործ են, նշանակում է դուք էլ հանցակից եք։ Գլուխներդ մտավ։ Բայց այս հիվանդին է հիմա։ Դու ասում ես, հա, այս մեկի անունը չտել, հա։ Այս չարած է։ Сядут все. Դուք ասում եք ձեր տվել։ Հասկանում եք, որ դուք սա եք։ Ահա ինքը ասում հայլայնը, այո, ընտրներն է հայլայն։ Սա եք, սա։ Դա լսենք այս մասին ինչ ասում արամ ապրում։ Փաշինյանը հանձնարարել է մշակել ինչ-որ օրենք, որը հնարավորություն կտա հետապնդելու այն լրատվամիջոցներին, այն հասարակական կազմակերպություններին, որոնք իր Փաշինյանի քիմքին չեն։ Եվ կասկած չկա, որ ազգային ժողովի նոր կազմը, որտեղ ԿՊ-ն մեծամասնություն է կազմում, անիրավ ոչ լեգիտիմ մեծամասնություն, այդ օրենքը կանցկացնի։ Դրան կհետևեն նոր հետապնդումներ, նոր ձերբակալություններ, նոր կալանավորումներ, այն ամենը, ինչ Փաշինյանի ռեժիմը հիմա էլ է անում, բայց աշնանը կանի ավելի մեծ մասշտաբով եւ ավելի դաժան ձևով։ Այդպիսով ավտորիտարիզմը տրանսֆորմացվում է դեպի տոտալիտարիզմ։ Այդ ամենը իհարկե շատ ցավալի է մեղմ ասած։ Բայց թող գործընկերները ինձ ներեն 1000 անգամ ներողություն եմ խնդրում բոլոր գործընկերներից, դա ամենասարսափելի բանը չէ։ Այո, մեզ սպասում է բավականին դժվար, բավականին ծանր կյանք, բայց դա ողբերգություն չէ։ Ամենասարսափելին այն է, որ Փաշինյանը արդեն հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստվում է հանձնել Տիգրանաշենը։ Եվ դա նշանակում է, որ նա հնարավորություն է տալու ադրբեջանցիներին ցանկացած պահի փակել Հայաստանի ստրատեգիական ճանապարհը, որը կապում է մեր երկրի հարավը եւ հյուսիսը։ Կարևոր չէ թե ինչ դեմագոգիկ հիմնավորումներ են դրա համար տրվում։ Այս վերցնում եմ, այս տալիս եմ, այս փոխանակում եմ, դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հանձնվում է փաստորեն ամենակարևոր ստրատեգիական ճանապարհը։ Եվ այդ ֆոնին, այն ինչի մասին մենք խոսում ենք, որ ԿՊ-ականները ցանկանում են վրեժ լուծել, հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց հասցեին թթու խոսք են ասում, այդ ամենը իհարկե վատ է, բայց դա մահացու չէ։ Իսկ այն, ինչ անում են Փաշինյանը եւ Ալիևը, այդ դա մահացու վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։ Ես չգիտեմ, ես մարդու ուրիշ ոնց ասեմ։ Ես հիշեցնեմ, որ Արամ Աբրահամյանը այն եզակի վարկանցից է, որ Փաշինյան Նիկոլի ընտրությունը համակրելը ինձանից բացի մեկ էլ ինքն է որակել, որ սա պաշկեշտության հարց է արդեն, էլի։ Ես դա բերում եմ բարոյականություն, ինքը իր բառն եմ ասում, սա պաշկեշտությունից է։ Ինքն ասում է, ես չգիտեմ, որը գալու է Նիկոլը չի լինելու, բայց ասում է մենք որ փողոցում են գալու, մենք իրար պետք է տեսնենք, չէ՞։ Սա արդեն պատկեշտության դասում է, էլի, պատկեշտության շերտում է, էլի, սրան աջակցելը, սրան ձայն տալը, սրան ծառայելը։ Դա մի շերտ է, մի գիծ է, որ դու անցած, էլի, ինչ կապ ունի։ Վերջանում է դեռ ամեն ինչը։ Չգիտեմ, ասենք ուրիշ սպառնալիք կարող լինել մարդուն, որ քո ընտրելը Փաշինյան Նիկոլ նշանակում է դու անցնում ես պատկեշտության գիծը,
Ես ավելի վերև դրեցի բանը, ասեցի դու անցնում ես թույլ տվության, դու դառնում ես թշնամի ուղղակի։ Իսկ հույս ունենալ որ ընտրողները կմտածեին, արժի դառնալու բարտանի թշնամի, թե չէ։ Դա անհետևանք չի անցնում, չէ։ Որովհետև ես ասել եմ, դա անժամկետ է, առանց համաներման հնարավորության։ Թերևս բոլոր նախազգուշական բաներն եղել արա, մի արեք, դուք հասկացաք ինչ եք բերել երկրի գլխին։ Հասկացաք։ Միացան եք։ Ըստ մամուլից ստացված տեղեկությունների, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը Թուրքիայի պատմություն հիմնադրամի եւ թուրք հեղինակների հետ համատեղ 2019 թվականին հրատարակել են պատմության ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում քննադատություն եւ այլընտրանքներ ձեռնարկը եւ թուրք հեղինակների հետ համատեղ Դա թիվը լսեք։ 2019 թվականին 15 ասում, թե 19 թվականը ասում։ ների հետ համատեղ 2019 թվականին հրատարակել են պատմության ուսուցումը Թուրքիայի եւ Հայաստանի դպրոցներում քննադատություն եւ այլընտրանքներ ձեռնարկը։ Հայ պատմագիտական հանրույթի մի շարք կարևոր ներկայացուցիչների կողմից այս ամենը որակավորվել է որպես հակահայկական եւ հակազգային։ Ընդունեք 19-ը, 15-ը չի։ Դեռ մեկը կասկածում է, երբ հասկացել թուրքականացումը։ Դասագրքերի մակարդակի վրա, խոսույթի մակարդակի վրա։ Այս ամեն ինչը սկսվել է դեռ այն ժամանակվանից։ Նիկոլ Փաշինյան ընտրողներ, դա արդեն 7 տարի է փաստորեն դուք դա տեսնում եք ու չեք հասկանում, կամ 8 տարի տեսնում եք ու չեք հասկանում։ Իսկ ես հակված չեմ մտածել, որ դուք չեք հասկանում, ես հակված եմ մտածել, որ դուք հասկանում եք ու դա է ձեզ պետք։ Հա, դա է ձեզ պետք։ Հիմա մեկը կարող է սիմպաթիա ունի, մեկը շահ ունի, հիմա մեկ է ինչի դիմացա։ Բայց 7-8 տարի դա տեսնել ու չհասկանալ ուղղակի հնարավոր չի։ Աչքի թե դուք եք անտեսու չեք ելնել, դուք ելնա դու։ Ձեզ դժվար է արդեն բանական մարդ համանել։ Չնայած արդեն Նիկոլ Փաշինյանը կարծի բանական մարդ ասել, արդեն բան էլի նոնսենսա չի կպում։ Կարևոր հարց քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող Մարիա Կարապետյանի։ Մարիա Կարապետյան, ովքեր են եղել քո թուրք գործընկերները, ում հետ դու աշխատել ես։ Խնդրում եմ հրապարակել նրանց բոլոր անունները, անուն առ անուն։ Հասարակությունը պետք է իմանա, թե Թուրքիայի որ մասնագետների եւ հեղինակների հետ է համագործակցել այս ծրագրերի շրջանակում Մարիա Կարապետյանը։ Միաժամանակ հարց է առաջանում. արդյոք հասարակությունը կարող է կասկածներ ունենալ, որ թուրք գործընկերները, իր գործընկերները, որևէ ազդեցություն կամ ուղղորդում են ունեցել նրա մասնագիտական կամ քաղաքական գործունեության վրա, այդ թվում արդեն պատգամավորական լինելու ընթացքում, երբ հետագայում հայոց պատմությունը փոխվեց Հայաստանի պատմություն անվամբ։ Քանի որ երբ ուսումնասիրում ես նշված ձեռնարկները, տպավորություն է ստեղծվում, որ այնտեղ առաջարկվում է պատմության դասագրքերի ապագաղափարախոսացում, դասագրքերը զերծ պահել ազգայնական, միլիտարիստական կամ, այսպես ասած, էթնոմշակութային խիստ գաղափարներից եւ պատմությունը ներկայացնել ոչ թե որպես ճշմարիտ գիտելիքի միակ աղբյուր, այլ որպես ուղղակի օժանդակ նյութ։ Քանի որ այս ամենի վերաբերյալ հասարակությունը իրավունք ունի տեղեկանալու, թե Թուրքիայի որ գործիչների, պատմաբանների, հեղինակների հետ է համագործակցել Մարիա Կարապետյանը եւ այսօր էլ արդյոք ունի մասնագիտական կամ ծրագրային համագործակցություն նրանց կամ թուրքական այլ կազմակերպությունների հետ։ Մեկը կասկածում է, որ մենք ասում ենք սա թուրքական կառավարություն է, դա ճշմարտացիության հետ։ Կա այդպես մարդ որ կասկածում է։ Սա կինը Փաշինյան Նիկոլի կինը, այն Գոշգայլերի ղեկավարի հետ է, չէ՞, նստած, ինքն էլ հրապարակել էր այդ անգիս սիրով նստած Ստամբուլում սրճարանում, ինքն էլ հենց հրապարակել։ Հիմա ես հարց եմ տալի։ Ռուբեն Ռումիլյանը միանգամից Ստամբուլից ժամանում է բանի ակտիվ գործողությունների դեսուր արդեն ինքը բանն նշանակված արդեն ազգային ժողովի նախագահ։
Մարիա Կարապետյան ինքը մյուս նախշկայ տանունը չէ, էական չի։ Հա։ Սկսում է 19 թվականից թուրքերի հետ մեր պատմությունը խմբագրել։ Ու այդ նույն Մարիա Կարապետյանը այդ էրոտո ջոկատի հետ հայտնվում է իբր բանը դուք ասեք Արցախում։ Ինչ է մասի իբր, որտեղ դա Արցախ չնել ասեց։ Գորիսի անտառներում, Գորիսի հյուրանոցներում նստած է նաև։ Հիմա մեկը կա, որ լուրջ չի վերաբերում, որ ասում եք սա թուրքական կառավարությունն է։ Թուրքերի կողմից վերահսկվող այն աստիճանի, որ դրանք նույնիսկ մեր պատմության դասագիրքն են վերահրատարակում, պատմության անունն են փոխում, հերոսների նկարներն են փոխում դպրոցներից, փառքի անկյուններն են փակում։ Մեկը կա, որ սրան չի հավատում, կամ լուրջ չի ընդունում։ Նիկոլ Փաշինյան ընտրողներ, դուք այս ամեն ինչի մեջ մասնակից եք, դուք հանցագործ եք, դուք թուրքական գործիք եք, հայ մարդու դեմ, հասկանալով եք անում դա, չհասկանալով եք անում, ընդհանրապես էական չի։ Հասարակության մոտ հարցերը դեռևս մնում են բաց, եւ հասարակությունը պետք է ամեն ինչ իմանա։ Ովքեր են եղել քո թուրք գործընկերները։ Շնորհակալություն Շիրազ Մանուկյանին, ես հնարավորություն։ Շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև բացի հերոսի նկարները պատերի չնջելուց, նաև իմ համալսարանում է հերոսի նկարները հեռացվել, որը իմ համար շատ բացասական ձևով անցալվում ու իմ համար այդ իրականում շատ հուզիչ հարց է, որովհետև մեր հերոսների մասին յուրաքանչյուր պետք է իմանա ու յուրաքանչյուր երեխա փոքրուց պետք է իմանա, թե ում շնորհիվ է, որ իրանք կարողացել են իրենց գլուխը հանգիստ դնեն բարձին ու քնեն։ Ես աղջնակին խնդրում եմ գտեք ու խոսքերս փոխանցեք։ Ոնց ուզում եք, եթե հնարավոր է դա։ Հույսով եմ կտեսնի։ Կա մնացած բոլոր աղջնակները, մայրերը, ապագա մայրերը, ներկա մայրերը։ Մենք էլի մտնում ենք մի փուլ, որ ունեցել ենք թուրքական տիրապետության տակ։ Հա, թուրքական տիրապետության տակ երբ որ ապրում էինք, հայ մարդը նույնիսկ հայերեն խոսալու իրավունք չուներ դրսում, եւ հայ լեզուն, հայ երգը, կրոնը, ավանդույթները պահվում էր տանը հայ մայրի կողմից, հայ մոր կողմից։ Այդպես էր փոխանցում սերունդեսերը։ Մենք հիմա հաստացի ազատ անկախ Հայաստանը մտել է այդպեսի մի փուլ։ Երեխեք չա։ Հիմա առավել ևս քան առաջ մենք չենք կարող հույս ներեցնել, որ այն կարևոր գործը, որ հիմա դուք գործում եք հայրենասիրություն, սերունդների նկատմամբ պատասխանատվության զգացում, բացասում, հա, հերոսի գործը գնահատում, դա պետությունը չի անել։ Դա առավել ևս մնացել է մեր, բացառապես մեր ուսերի վրա։ Անկախ նրանից այս տականքներն ինչ են անելու դեռ պետք է հասկանանք, որ հիշատակը, արժեքը փոխանցում ենք մենք։ Այո, դա ավելի հեշտ կլինի, եթե դա անել պետությունը, բայց հիմա ունենք ինչ որ ունենք։ Ձեզանից բոլորի ցանկացած մեկի նվիրված գործողություններ էս առումով, ամբողջությունը, հիշատակը բառ պահելը, դրա մասին խոսալը արդեն դառնում է պարտադիր։ Երեխեք, միջև մենք անպայման կվերականգնենք մեր ազգային պետությունը։ Անպայման։ Այդ Թուրքիա կոչված պետությունը դա վերանալու է։ Ախր Իսրայել, ախր ես անկեն ջան այնքան ձևեր կա այդ պետությունը քանդելու համար։ Դա լինելու է։ Ես էլ չեմ հասկանում ինչի են կապել դրա կողքին։ Շատ եմ կարդում, որ Իրանին ուզում են փոխարինել որպես թշնամի Թուրքիայով։ Լավ։ Բա Իրանի այդ պատերազմը չի շարունակվում է դեպի։ Հանգիստ կարող են վերջացնել ռեսուրսները տպակել ուղղել դեպի Թուրքիա։ Ես կհասկանայի դա, բայց հիմա առավել քան ինտենսիվ շարունակվում է Իրանի այդ պատերազմը։ Բայց դա մասին դեռ չունի։ Այնպես որ բալես, վստրիկս, հույդիկս, դա հիմա արդեն իմ ու քո անձնական գործն է մեր տղաների արածը գնահատել
դրա մասին խոսալ ու սերունդ փոխանցել։ Մեզանից բոլորի գործը դառը։ Այսօր այսպեսի մի սոսկալի բան է կատարվել Հայաստան Երևանում, նայեք այս տեսանյութը։ Ոնց որ թե տեսանյութը չեմ պահել, բայց երևի բոլորդ արդեն տեսել եք, հա, որ մապեդով մարդը գնում է եւ հտած ծառը ընկնում է մապեդ քշովի վրա եւ մարդը տեղում մահանում է։ Գիտեք ինչն է 20-ի մեջ զավեշտական։ Որ հայտնի ստվում է Երևանում էլ ծառ չի մնացել, որովհետեւ բոլոր առողջ ծառերը կտրված են, առողջ, որ կտրում են ներսից դերմից, դեռիվ առողջ է, հա։ Եվ փաստորեն այն աստիճանի փտած ծառ է եղել, այն աստիճանի փտած ծառ, որ ուղղակի շուր է եղել։ Դա ոնց որ թե բարդի է, մեծ երկար բարդ։ Մարդին համար գնում էր, ես չգիտեմ, ինչքան որ է քաղաքականությունով հետաքրքրված, չհետաքրքրված, Նիկոլի Աջակից է, Աջակից չէ, էական չի, մարդ քշում էր իր համար, հա, ու ծառը, որ պետքա վաղուց ինքը, եթե փտած էր դա, այդ աստիճան փտած, որ ինքը կարող էր սուց ամբողջ իր ծանրության տակ մտներ, վաղուց կտրված լիներ։ Փոխարենը կտրվել են բոլոր առողջ ծառերը, օրնվել են փտած ծառերը։ Հիմա մահվան համար մեկը պատասխանը տալու է, Ավինյան տիկոն պետք է գնա նստի իր կոմունալ բաժնի այդ կանաչապատման բաժնի պետերի աշխատողների բոլորի հետ։ Պիտի գնա դատվի ուղղակի։ Դա ինչ է կարծում։ Իհարկե ոչ։ Որովհետև այս երկրում Նիկոլ Փաշինյանի իր աջակիցների կողմից նշանակվել է դատավոր, դատախազ, ամեն ինչ, սահմանադրական դատավոր, օրենք, ինչն է ամեն ինչ։ Արդյունքում սպանվեց մեկը հենց այդ քաղաքային իշխանությունների աշխատանքի պատճառով։ Նույնպես եմ կրկնում, կտրվել են բոլոր առողջ ծառերը, թողնվել են փտածները։ Ես որ ասում եմ, այս մենք պետությունը իմամատելան ես մի հատ փուլ, որ սոսկալի բաներ են լինելու անկախ հենց ով ում ընտրել, այս չկառավարվելու հետևանքները, այս ուղղակի կազմակերպված բարդակի հետևանքները ծեծելու է բոլորի դռները։ Բոլորի դռները, քաղաքականությունով զբաղվել է, չի զբաղվել, Նիկոլ ընտրել է, չի ընտրել, պասիվ է եղել, ակտիվ է եղել, լավ մարդ է եղել, կապ չունի, մտնելու է բոլորի դուռը ծեծելու է։ Սա տարբերությունը գիտեք որն է, որ ամենաշատ նեղվելու են մարդիկ, թե ինչի է եկել այդ նեղությունն տալի, չէ՞ որ իրենք լավն են եղել, Նիկոլ են ընտրել, քաղաքականությունով չեն զբաղվել, հետևաբար իրանք պետք է գործ չունենային, ասես բաներ չառնչվեին։ Ամենաշատը իրանք են նեղվելու, որովհետև երբ որ պայքարողի դուռն է ծեծում, ինքը գիտի, իրանք կարան գան ձերբակալել են, ինչպես բոլորին, հա, պայքարող մարդը գիտի, ինքը պատրաստ է դրան, այն ծակերը մտածը, այն լկստվածը, այն լղոզվածը, սրանց հաստաղիկում ապրողը, կծնողը, դավաճանը, ուրացողը, ինքը արյուն է լացելու, դեռ լինելու է, տարբեր ձևերով, մենակ մի բանի արդյունքում, ընտրել եք սա, պետք է քաշեք նաև հետևանքները, դա իմ ուզելով չի, դա բնության օրենքների։ Հեղուտի հանգը նոր սեփականատեր ունի, փաստորեն։ Հեղուտի հանգը որպեսի չբացվեր, չավիրվեր լորվա բնությունը, տարիների պայքար է եղել։ Այս սրանց եմ ասում, այն ով որ Նիկոլ Փաշինյանից առաջ վախենում էր ինտերնետ բացեր, վախենում էր մի բան կարդալ։ Սերժի հանգն է։ Բաց, նայեք, բաց է, սա բաց եղանակով, ես գոլոշիացողը, փոշին, անձերները, այս թույները խառնում տանում է, որ ասում ենք, միակ տեղն էր լորենու բնությունը, ծված չէր, հեղուտի հանգով, Սերժիկը, բացել է, ու մեր ծախում է, թռնում է Սերժիկ, միակ տեղը, որ լորին է, որ բացված չէր, հեղուտի հանգն է, բաց եղանակով ավիրում են, ամեն ինչ, Եսա հերթը ամուսալինն է։ Այս մարդիկ, որ իշխանություն են ընտրում,
իրան գիտեն սա բանա, այն, չգիտեմ, մարսկոյ բոյ են խաղում, էլի։ Ստեղ դրեցինք, կամ կկպտի, կամ չի կպտի։ Այդ, այդպես չի, այս դնելուց, ճակատագիրը տա կախված։ Եթե ոչ միայն քո ամբողջ երկրի էկոլոգիայի, պատմական, գոյութենական, քաղաքական, չգիտեմ, ֆինանսական, ամեն ինչը այս այսից բանից ու այս ձևով վերաբերվել ընտրությունների մի երկրի առանց հաշվի առնելով սա հետևանքները այս հանքերը ընկերներ ձեր սեփականությունն է ձեր Բոդուկ ասում եք մենք քաղաքականությունով չենք զբաղվում դրա համար ձեզանից խլել են ձեր հարստությունը վերցրել են իրանք են հարստանում Հիմա դուք ամեն մեկը ձեր փայը պետք է ունենաք այս հանքի աշխատանքից։ Եթե հանքը աշխատում է, դուք ձեր բաժինը պետք է ունենաք։ Իսկ դուք ձեր բաժինը ունեք պարտքի տեսքով, ոչ թե եկամուտի տեսքով։ Օրինակ նորվեգացին իր ընդերքի շահագործումից ինքը փող ունի։ Հայատերը Նորվեգիայում եւ թոշակառուն եւ բանը աշխատողը եւ նորածինը հենց ծնվում է հաշվի համար բացում ասում է դիվիդենդները ստանա միջև կյանքի վերջ դուք հենց ծնվում է ցանկացած մեկը հաշվի համար է բացվում ու դրա ավելանում է պետական պարտքը սրա համար շնորհակալություն կարող եք հայտնել Ռոբերտ Քոչարյանին անպայման եւ Սերժ Սարգսյանին դեռ սահմանադրությունով իրանք են ձեզ զրկել սրանից Հիմա էլ հանքը ծախում է։ Մեծ կարճ անդրադառնանք ինչա կատարվում Մոսկվայում Ռուսաստանում, երկու տեղն են խայտարակ վիճակ, փողոցներից ուղղակի մարդկանց հավաքում, բռնում, միս չկա, կռվող չկա։ Իսկ պատերազմը պետք է ավարտվի։ Մատնայք սա։ Пиздец. Блять, сволочи, блять, что-то шуро, блять. Это просто пиздец. Վարորդին մեքենայի մեջից գազի բալոն փչում է դեպքի, որ իջացնեն ուղղակի բանակից։ Մարդ չկա։ Там пришла повестка, сейчас вам покажу. В телефоне, блядь. Ուղղակի չեն կալում հանեն, դա։ Сука, блядь, дайте разъехать. Давай. Եղոսքը, նույն բանը Ռուսաստանում է, պատերազմը պետք է վերջանա, ռեսուրս չկա, մարդ չկա, կրվող չկա։ Կրվող չկա, արդեն քանի միլիոն մարդ են փռել այդ դաշտերում, ոչ Ուկրաինայի կողմից կա, ոչ Ռուսաստանի կողմից կա, բայց այս հարցը պետք է լուծվի։ Ժամանակ չկա, ժամանակը եթե 4 տարի առաջ ունեին ժամանակ, հիմա ժամանակ չկա։ Որովհետև ոչ փող կա, ոչ կրվող, իսկ այս հարցը պետք է լուծվի, երկուսն էլ ընտրությունների Եք իշխանությունա կորցում, Զելենսկին ընտրությունների պետք է գնա, Պուտինը պետք է վերջացնի, վերջո ինքը հաշիվ տա, 4 տարի է, 4 տարի ինքը ամիսը 30-ից 35,000 մարդ է, խաղում ընդեղ, սպանում, կաս ինչի համարել ես անդրուչը, մի 100,000 էլ ամսեկան վիրավոր, ամսեկան ժողջան, ես կասում գիտեք քանի ամիս է, 50 ամիս, 50 ամիս, ամսեկան, այդքան բանը մարդ են սանք սպանում ու վիրաբերել։ Ժամանակ չկա, բանն ընտրությունների է գնում Զելենսկին։ Այս խայտարակ վիճակին։ Մա գանք Իրանի և Ամերիկայի կռվին, որովհետև սա մեր համար շատ կարևոր է։ Իսրայելը մտել է անես մի հատ ավանտյուրայի մեջ Անենց ավանտյուրայի մեջ ամտել, ու ես չգիտեմ սատակից ոնց է դուրգալ։ Այսօր ես լսում եմ ամենակարևոր տեղեկացված տեղացի ամերիկացի մեկնաբանների, որոնք ասում էին, որ Պենտագոնը եզակի հայտարարություն է տարածել դրա մասին, որ բոլոր քաղաքական վերնախավի ներկայացուցիչների, տնտեսական եւ քաղաքական, բոլորին վերահսկում են, փոչեր են ստացել։ Հետևում են, հետախուզություն է աշխատում, և ձայնալսում են, և հետևում են, ֆիքսել են ամեն ինչ, երկար ժամանակ սենց նայում են,
ու բարձելուց հետո հրապարակել են, որ երկրի հետախուզությունն է իրանց հետևում, ցայնագրում, ով այդ գործողություններն անում։ Իսրայել։ Սա միշտ իմացել են, որ տես բան կա, բայց այսօր դրա մասին հայտարարել են որպես պաշտոնական փաստ, սս բան կա։ Հիմա էլ այսօր երկրորդ բանը հելա, որ մի շաբաթից ավել է խոսում են, որ Թրամփի նկատմամբ սպասվում է մահափորձ։ Թրամփի նկատմամբ սպասվում է մահափորձ։ Դա տարածում են իսրայելական մեդիաները, սիոնիստական մեդիաները։ Ու բարձվում է, որ իսրայելական հետախուզությունը ինֆորմացիա է տալիս Իրանի հետախուզությանը։ Թրամփի գտնվելու ճանապարհի եւ այլն ամեն ինչի մասին։ Ասում սենց ավանտյուրա ու սենց բաց մի կողմից Իրանի դեմ, մյուս կողմից Ամերիկայի դեմ, մյուս կողմից էլ Թուրքիայի դեմ։ Այ ես կհասկանայի, եթե Իրանից հասկանային, որ բան չի դուրս գալի, փակեին այս թեման, չէ՞ որ հունիսի 17-ին այդ հնարավորությունը կար։ Մեմորանդումը կնքեցին, կարող էր ծանով ավարտվել, հա, քիչ-քիչ հորմուզը աշխատել, այնտեղ մի խոսքով։ Վերջանալես ամեն ինչը, նոր մտնեին նոր փուլ դեպի Թուրքիա։ Իրականում Թուրքիան ավելի մեծ վտանգ է Իսրայելի համար, քան Իրանը։ Իրանը ընդհանրապես վտանգ ոչ մի հարևանի նկատմամբ չի ներկայացել ու չի ներկայացնում, քանի իրան չեն բզբզել։ Իր զինվորը ոչ մի երկիր չի մտել։ Այսինքն գոնե վերջին մի քանի 100 տարվա մեջ ինքը ոչ մի էքսպանսիոն կռիվ չի արել։ Այս ավանտյուրան, որ հիմա Իսրայելն է սկսել, չգիտեմ սապակից ոնց է դուրս գա։ Ստե իհարկե Թրամփն է այս ամեն ինչի մասին լուրջ հայտարարություններ անում։ Էլի սպառնում է ոչնչացնել, որովհետև Իսրայելի հետախուզներն ասել են Թրամփ, իրանցիները քեզ ուզում են սպանեն, բայց իրանք են ինֆորմացիան տալի իրանցիներին, նրանք ասում են կջնջեմ։ Ջնջելու եմ երկրի երեսից, որ մեր հետ նույնիսկ բանակցող չլինի ամբողջ տարածքում։ Ինչին առաջին պատասխանում։ Գիտես ինչ, մարդկանց կարելի է սպանել, բայց իդեան չի սպանվում։ Տեսեք ինչ է։ Դու Այաթոլլահ Խոմեյնիին սպանեցիր, հա, բայց իրականում դու օտրեցիր, ասում է, պարֆյումի շիշը, որի արդյունքում հոտը տարածվեց։ Հա։ Բայց ասում է դու չես հասկանա մեկ այդ համար։ Դու դրանից բան չես հասկանա, գիտես ինչի, որովհետև ոչ դու ցիվիլիզացիա ունես, ոչ պատմություն, դու ոչ մեկ ես Թրամփ։ Պատասխան։ Այսինքն է պատասխան։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Մենք լսենք։ Բարի երեկո բոլորին։ Ուրեմն այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բացել է համապատասխան կայքի համապատասխան բաժինը, որտեղ քոլեջների դիմորդները պետքա ծնողները թողնեն ուրեմն դիմումներ, որպեսզի երեխան ընդունվի համապատասխան քոլեջ կամ ուսումնարան, չգիտեմ։ Ու պետքա լրացնել օնլայն եւ պետքա անպայման լրացնողը լինի երեխայի հայրը կամ մայրը։ Եվ պետք է ուրեմն ծնողի նույնականացման քարտի համարը գրի, լրացնի։ Ռուդոլֆի հայրը տարիներ առաջ մահացել է, չգիտեմ ինչքանով եք տեղեկացված։ Ռուդոլֆը ունի միայն մեկ ծնող, ես եմ, մայրը։ Ռուդոլֆը դաշնակահար է, միջազգային մրցույթների դափնեկիր։ Ինքը ասում է Ռուդոլֆ, երևի վստահ է, որ բոլորը գիտեն։ Այս դեպքում վերջում ասում ով է, սոկի նապոլոտ ասում։ Ռուդոլֆը տարանավոր դաշնակահար է, միջազգային մրցույթի գրանտի մրցանակը։ Ռուդոլֆի մոր, այսինքն իմ նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրացել է հունիսի վերջին։ Ես դիմել եմ համապատասխան մարմին, օնլայն, դարձյալ օնլայն, որ բոլորի մոտ օնլայն է միայն, ուրիշ ձև չկա, էլի, հա։ Ինձ
պատասխանեցին, որ Երևան քաղաքում ինձ ուրեմն իմ դիմումը նույնականացման քարտի փոխարինման մասին կկարողանան ինձնից վերցնել միայն նոյեմբերի 8-ին։ Նույնականացման կարգը գիտեք ինչ է, մեզ պլաստիկ բան է, պլաստիկ։ Այդ էսենց ապարատ կա, ինֆորմացիան դնում ես, սխում ես print, իպտում տալիս է։ Տևում է, ես ինքս տենց սարքի հետ ակպատել եմ, տևում է 30 վայրկյան։ 30 վայրկյանում, հալուզում ես նկարատել որ են ատապում։ Ցանկացած բանկ մտեք, այդ ապարատը դրած է։ Ես Ռուդոլֆի փաստաթղթերը պետք է հանձնեմ մինչև հուլիսի 24-ը։ Մինչև նոյեմբերի 8-ը ես չեմ կարող սպասել բնականաբար։ Եթե սպասեմ, երեխան պետք է մի տարի կորցնի, 1 տարի հետո միայն նոր գործերը տանենք քոլեջ, որ կարողանա մասնակցել ընդունելության քննություններին։ Ռուդոլֆը մասնագիտական քոլեջ պետք է ընդունվի։ Ես այսօր ամբողջ օրը հոգեկան ծանր ապրումների մեջ, գլուխս պայթելով, ընկած ամբողջ հանրապետությունով մեկ անձնագրային բաժին եմ փնտրում, որ գրանցվեմ, որ կարողանան ինձ մի քանի օրվա մեջ ինձնից դիմում ընդունեն եւ փոխարինեն իմ նույնականացման քարտը, որ իմ երեխան կարողանա գնա ընդունվի քոլեջ։ Այդեն փոխարինել է, լսեք, փոխարինել։ Նույնականացման քարտը ID կոչվածը, դա ամեն անգամ չի փոխվում։ Դա նույն մարդն է, նույն տվյալներն են, ինքը նույնիսկ եթե ժամկետ անցա, չգիտեմ ինչի եղել են ժամկետած, ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ժամկետած ID-ն ինքը ID-ա, վերջ։ Դու իրականաց օգտագործես, որտեղ քո ID-ն է դա։ Ժամկետ անցա, ինչ անեք ժամկետ անցա, բայց դու ես չէ, քո ինֆորմացիան է, չէ՞։ Չէ, Հայաստանում ամեն ինչ ասես պետք է լինի։ Որտեղ ամեն ինչը փող է, այդ դա քեզ ստիպում եմ որ բեր մի 5700, 5900 դրամ էլ դրա համար վճարի։ Հələ քեզ պետք է դնենք, վերահսկենք քո հեռախոսի գաղտնիքները սա դնեն SMS-ներ կարդան, կնոջդ ինչ գրեցի, երեխեքիդ ինչ գրեցի, դու էլ ոչ մի գաղտնիք չես ունենալու, իրանք էլ քեզ պարզ ասում են չես ունենալու, հələ դրա դիմացել էլի դու պետք է վճարես, դու պետք է վճարես, որ քո SMS-ները, հեռախոսի զանգերը, բան, ամեն ինչ կարդան, հեռախոսով վիդեո ուղարկեցիր, արա երեխուդ վիդեոն ես ուզում մեկին ուղարկես, կամ կնոջդ ես ուզում ուղարկես, օ նկար, իրանք պետք է տենան այդ ամեն ինչը, դու էլ պետք է վճարես դրա համար։ Այս ամբողջ պատմությունը չէր լինի, եթե գոնե թույլ տային օնլայն գրանցվելուց, ուրեմն կրթության նախարարությունը թույլ տար, գոնե երեխայի մոտիկ ազգականը կամ ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը ինքը լրացներ այդ դաշտերը։ Ոչ, կամ մայրը կամ հայրը։ Մորը փաստացի ամիսներով պետությունը զրկել է անձնագիր ունենալու իրավունքից, ID քարտ ունենալու իրավունքից։ Սա է մեր պետությունը, սա է մեր պետության վիճակը, սա ինձ համար նորություն չի, պարզապես սա հիասթափության վերջին աստիճանն է։ Էն էլ ում համար Ռուդոլֆի։ Այն Ռուդոլֆի, որ մի քանի տարի հետո Ռուդոլֆ Ավագյան դաշնակահար անունը թերևս ամբողջ աշխարհը կիմանա։ Բայց Հայաստանը չի ուզում իմանա։ Չի կարա իմանա։ Արդեն ես էլ չեմ ուզի, որ ինքը Հայաստանի համար լինի, թող աշխարհի համար լինի, տիեզերքի համար լինի, Մարս մոլորակի համար լինի։ Բայց այս երկրում երեխա մեծացնելը հանցագործություն է։ Ողբամ քեզ Հայաստան աշխարհ։ Հիմա ուրեմն ինձ ասացին, որ մարզերից ինչ-որ մեկում եթե գրանցվեմ, ինձ կտան նույնականացման քարտ նորը։ Մարզերից մեկում չեմ ուզում ոչ մեկի անուն ու տեղանք նշել։ Առաջին տեղում պարզվեց, ուրեմն փչացել է այդ նույնականացման սարք տպելու գործիքը։ Երկրորդ տեղում հիմա գրանցվել եմ։ Մոտորես պետքա գնամ։ Բայց եթե այդ երկրորդ, ուրեմն անձնագրային բաժնում էլ ինչ, չգիտեմ, էլի ինչ-որ մի բան մոգոնեն այն չգնա, ու եթե մինչև հուլիսի 24-ը ես չկարողանամ ունենալ նույնականացման քարտ, իմ երեխան չի կարողանալու մասնակցել քոլեջի ընդունելության քննություններին։ Այն երեխան, որը ընդամենը մի քանի ամիս պարապելով միջազգային մրցույթներում հաղթում է, Grand Prix է բերում։ Տեսնենք, չգիտեմ, միգուցե ինչ-որ հրաշքով ինձ հաջողվի նույնականացման քարտ ստանալ, չգիտեմ։ Տեսնենք։ Մենք ոչ մեկս վաղվա մեր օրը չգիտենք։ Սա խայտառակություն է։ Ես ես տեսանուց տարածել էի, որ չգիտեմ, չէ մեկը կնայի, հուսես կնոջ օգնեն, արա բացառություն
ինչ կապ ունի ծնողը նույնականացման ID ունի թե չունի, եթե երեխան ուզում է ընդունվի քոլեջ, կամ եթե նույնիսկ այդ ID-ին ժամկետ անցա։ Երեխան ընդունում քոլեջ, չէ՞։ Ինչ կապ ունի։ Տարածել է դե, բայց Նիկոլի ժեխը ժեխ չէր լինի, եթե ստեղ էլ չմտներ ու չգրեր։ Գիտեք ինչ են գրես կնոջը։ Կարդացեք։ Այ փնթի։ Այս կինը ոչ մեկին ոչ մի բան չի ասել, բայց մի հատ կենթանի Արայիկ Փանջոյան անունով։ Բնականաբար ինձ այդ անասունը կներեք ընկեր չի կարա լիներ։ Հիմա բացում եմ ով է Արայիկ Փանջոյանը։ Սենց ինչ որ մեկը նայում եմ որտեղ ապրում Միասնիկյան, գիտեք ինչ է Միասնիկյան, դու գիտեք ինչ է Միասնիկյան, ես չգիտեմ։ Ու իր ամբողջ ձեռքբերումը գիտեք ինչն է։ Սովորելա Արայի անվան միջնակարգ դպրոցում։ Всё։ Մի հատ էլ Բեռնատարի նկար ունի։ Ոստեղ ինքնա ինչ որ երեխեքի հետ երևի ինքնա։ Այսինքն ինչ որ մեկը որ իր ամբողջ կյանքի ձեռքբերում եղել է, որ ինչ որ դպրոցում է սովորել, դպրոցում սովետի ժամանակ սովորում էին բոլորը, նույնիսկ այս դեբիլը։ Ցանկացած դեբիլ պարտադիր սովորում է սովետական դպրոց։ Պետք է ավարտել, հնարավոր չէ։ Չավարտելից զորով ավարտոց ասում էին։ Փաստորեն, սա ինչ որ մեկը որ ապրում է Միասնիկյանում, Միասնիկյան, գիտեք ինչ է։ Ես չգիտեմ, դա փողոց է, կլուբ է, ինչ է դա։ Ես չգիտեմ։ Մտնում է այս կնոջ, որ իր համար սա իր երեխու ապագան է, տաղանդավոր երեխա, ինքը փաստի առաջականն է, ասում են քո դիմումը կարանք ընդունեն, կարա նոյեմբերի վերջ, երեխան հիմա է գործել տալիս։ Սարքել չունեն արավ։ Այս մարդը իր դառնա ցավում, իր երեխու ցավով, մի հատ սենց այս կարգի Նիկոլ ու սրանք լիքն են, Սրանք են սպանում մեր Հայաստանը, հասկանում եք։ Այս նախիրն է սպանում մեր այս չքնաղ պետությունը, որի մի հատ կյանքի ձեռքբերումը, որ դպրոց ավարտել ժամանակին, ու ապրում է Միասնիկյանում, վերջ։ Եվ միջազգային մրցույթի դափնեկի երեխու ընդունվելու ճակատագրով մտահոգված մորը ասում է փնթի։ Նիկոլ, սա իպիկ քո աջակիցն է, քո հենարանն է սա, դուք նույն հարթության վրա եք, դուք նույն որակն եք, բոլորդ, կապ չունի, այնտեղ մեկը կարող է գրի կողք ակադեմիկոս, բայց ինքը նույն Արայիկ Փանջոյանն է, որը ընդամենը մի հատ դպրոց ավարտել։ Ասում է, он тоже профессор 3 класса образования։ Հիշում եք, չէ՞ ֆիլմի մեջից։ Դուք բոլորդ նույն որակն եք, դուք բերեցիք մեր երկիրը հասցրեցիք այս վիճակին։ Этот замок называют армянским Мачу-Пикчу, ведь он словно парит над горами на высоте около 1500 метров. Его история начинается в V веке, когда византийский император Зенон приказал построить здесь мощный форпост. Крепость не только охраняла стратегические перевалы, но и служила местом заключения особо важных государственных пленников. Все изменилось, когда Паперон перешел во владение армянских князей хитумидов. Они превратили суровую византийскую крепость в великолепную родовую резиденцию, которая позднее стала одной из главных опор царской династии Киликийской Армении. Паперон стал одним из важнейших центров царства. Он նայում եմ այս Կիլիկյանը, մեր հայկական թագավորությունն է, հələ տեսեք որտեղ է ինքը սարքած, որտեղ, ասենք եթե աստիճանները չլինի սարքած, դու չես կարող բացանասել ինձ։ Մեկ էլ ով այսօր ազգդ ներկայացնում, արա, ով այսօր ազգդ ներկայացնում։ Ոնց է հնարավոր ապրել այս մուտացիան, այս գենետիկ մուտացիան, ոնց է հնարավոր ապրել ընդամենը 100 տարվա մեջ, որովհետև ընդամենը 100 տարի առաջ Կիլիկյան հայկական էր, մինչև 19 թիվը, 107 տարի առաջ, ոնց հնարավոր էր 107 տարվա մեջ այս կարգի մուտացիա ապրել, ոնց,
Չես վստահվեց մուտացիան ապրել ենք վերջի 20-30 տարվա մեջ։ Որովհետև ասեմ, այն ժամանակել են եղել Արայիկ Փնջոյաններ, միշտ են եղել։ Միշտ, հա, մարդիկ ոչ русскую школу скончался, или 3 класса образования։ Միջնակարգ դպրոցը ավարտել։ Միշտ եղել են, բայց նրանք ամաչել են խոսան։ Արա, իրանք անենց են ապրել, որ իրանց տեղը ոչ մեկ չիմանա։ Որովհետև տգետերը, վալը ամոթ էր։ Ամոթ։ Նիկոլը բերես մի հատ իրավիճակի ասեց, արա, չէ, ժեղ, նախիր, ամոթ չի, բառա չի, բերանդ բաց, լծու կեղտ է ինտերնետ, դա արդեն ամոթ չի։ Ավելին, դա արդեն խրախուսվում է։ Եվ մեկը տենում ես, դու որտեղից եկար ուր ասար։ Он контролировал торговые пути через Таврские горы. На его просторном плато возвышалась церковь Сурпаствацацин, хранились царские ценности, а великий полководец и историк Сымбац Парапет создавал свои знаменитые летописи. На протяжении многих столетий Папирон считался одной из самых неприступных крепостей Киликийской Армении. Но и его история однажды подошла к концу. В 1375 году, когда под ударами мамлюков пало Киликийское армянское царство, защитники были вынуждены оставить крепость. Ее не смогли взять штурмом, она опустела вместе с гибелью государства. Навсегда. Դեսեք որտեղ է եկեղեցին։ Իրան չեն կարող ասել գրավեն։ Մարդիկ դուրս են եկել ուղղակի։ Ինչպես Շուշին, Շուշին էլ չեն գրավել։ Դա հնարավոր չի գրավել։ Կարա մենակ հանձնել։ Ինչի՞։ Որովհետև այս տեսակը արդեն թելազող է։ Ինքը արդեն կարծիք ունի։ Կարծիք։ Ընթի ասում։ Միջազգային մրցույթի դափնեկրի մորը ինքը ընթի ասում։ Այդ դեպքում կարող ենք հանգիստ անցնել հաջորդ թեմային, եզրափակիչ թեմային ու հասկանանք ինչի քանդվեց Հռոմը եւ ինչի է քանդվում Հայաստանը։ Շատ լավ գտել է Վարդան Բայլյանը, ես ուղղակի ուզում եմ ցիտեմ այսքան բանել։ Ախր այնքան լավ է գտել, որ այս ամբողջը կարդամ երկար կլինի։ Ես ընդհանրեն ասեմ ինչու՞մն է բանը։ Որովհետեւ Հռոմը միջև արժեքային համակարգը կդառնա հաց եւ տեսարան կառավարման ձևը ինքը ուրիշ բաների վրա է հիմնված ուրիշ բան կա դրա տակ փիլիսոփաներ կային քննարկումներ կար փիլիսոփայության ճյուղեր զարգանում են դա ստոիցիզմ կա ընդ որում Մարկ Ավրելիուսը ստոիցիզմի հիմնադիրը ինքը նաեւ կեսար էր ինքը Ռոմի կեսան ինչպես Ներոնը որը քանդեց ոնց որ այսօրվա Ներոնն է հա ասենք համեմատության մեջ պատկերացեք Մարկ Ավրելիուս կարելի ասել Դեմիրճյան Կարեն Ներոն Փաշինյան Նիկոլ հիմա Դեմիրճյան Կարեն ինչ էր անում սարքում էր Հայաստանը ու զուգահեռ հետևում էր որ հանկարծ բան բաց չթողի ասենք Հեքիմյանը ինչա գրել Արտեմի Այվազյանը ինչա գրել իմանալ ամեն ինչին այսօր ինչ նորություն կա գիտական աշխարհում որտեղ ինչ բեմադրություն է բեմադրվել ամեն ինչին հետևում էր ինչպես Մարկ Ավրելիուսն էր իր ժամանակ հետո գալիս է արդեն հաց եւ տեսարանի երբ որ արդեն բանա պրիորիտետները փոխվում է պետականության մեջ եւ իշխանությունը գալիս տականքագույնը ով է Ներոնը մոր ձերով հորը սպանած անառակից զավակ էր որը իր իշխանությունը պայլոմն մորն է սպանեց այդ Ներոն որի ժամանակ դարձավ արդեն հաց ու տեսարանը կարգախոս եւ բովանդակություն մի ամբողջ իմպերիայի համար եւ փոխվեց այդ իմպերիայի բովանդակությունը ասել է թե ապրելու մոտիվացիան եթե հացն է մոտիվացիան հացը անպայման կարա ուրիշներ կա իսկ եթե քո մոտիվացիան հացն է վստահ քո երկրի դիմաց ավելի լավ հաստատվող միշտ այ հենց այս այն է ինչ որ 12 թվականից 2012 թվականից գոռում էի տեսնելով ընտրություններն ոնց դարձավ ամեն ինչ պայմանավորվեցին
փողը տալիս ես ձենը ստանես, փողը տալիս ես ձենը ստանես, այս ժամանակ ասեցի, եթե սենց է դրված հարցը, մի օր մեկը գալու է, քեշ փողով երկիրը առնի։ Դնի իր կառավարությունը եւ վերջ։ Այն չոր եղավ։ Այդ հիմա Հայաստանը ուղիղ գտնվում է Հռոմի ճանապարհին։ Որտեղ բովանդակությունը փոխանցվեց ածով, որտեղ գիտությունը փոխանցվեց առևտրով, որտեղ գայթակղությունները փոխանցեցին բարոյականության, իսկ որտեղ որ բարոյականությունը պարտվում է, հաղթում է գայթակղությունները, դա արդեն ների շրջանն է հենց, ներոն, որովհետև բարոյականությունը գալիս է Աստծուց, գայթակղությունը ներից։ Այ հենց այդ միջավայրում է, որ ծնվում են եւ ասպարեզ են գալի արայիկ հնջոյանները։ Ինքը պետք է փողի բաղմանց ազգանունը արայիկ հնթոյան, դա այդ ջն ասարկի, հնթոյան, դա ավելի մոտիկ կլինի իրականությանը։ Այ, սա ժողջը, ընտրությունը շատ մեծ չի, որովհետև պարզ երևում է գործողություն, հետևանք, երբ որ քո գործողությունները թելադրված է գայթակղություններից, քո պրիորիտետները գայթակղություններին տրվելն է, իշխանություն, կաշառք, այսօրվա ժամանակավոր քո շահի դիմաց ուրանում ես բարոյականությունը, այսինքն արարչականը, աստվածայինը, դու մնում ես ների իրապետության շրջանում։ Այն ժամանակ մի զարմացի, որ ծառնել կընկնի գլխիդ, ամեն ինչ կարա լինի, վերելակնել կարա, ընկնի կամուրջնել կարա, իբր կայծակից փլվի դու մնաս տակը, ամեն ինչ կարա լինի, ամեն ինչ, որովհետև դա ընտրությունն է, դա է ընտրվել, բնականաբար հետևանքներն է պետք է լիներ հենց դած, դեռ ինչ է պետք է լինի, ցավոք եմ ասում, այսօր ով էր գրել, չեմ հիշում, բայց դառն էր գրել, ասում է եթե մենք դեռ խելքի չենք եկել, ուրեմն դեռ բավական չենք տառապել։ Մտածում եմ կարող է տառապանքի, մենք արդեն նենց ենք սովորել այդ տառապանքի ռեժիմին, որ իմունիտետ ունենք արդեն։ Հեսա ժողովուրդ, ընտրությունը շատ չի, ներ կամ արարչական, ով ինչ ընտրում է, դիմացել են ստանում։ Այսօր ոմանես կնում, տավնից կնում։